3000 եւ 5000 դոլարի շրջանակներում նաև ընդունվեցին դպրոցներ։ Ոչինչ մեջ պետք է այդ դիպլոմը լինի։ Ինձ համար մշտապես բարձրագույն կրթությունը եղել է արժեք։ Ընտանեկան ալբոմի կողքը նույնպես շատ ակտուալ է դիպլոմը։ Շատ ժամանակ դպրոցի տնօրենները պարզ փաստաթղթաշրջանառությանը չեն տիրապետում։ Բարձրագույն կրթությունը ինքը բարձրագույն արժեք է, ես ինքս դրա դեմ ոչինչ չունեմ։ Ժամանակակից աշխարհում բարձրագույն կրթությունը իր տեղը սկսում է զիջել նեղ մասնագիտացումներին։ Ես Արմանն եմ եւ կրթությունն այսօր ոդկասթի շրջանակներում կփորձենք բարձել դիպլոմ թե սերտիֆիկացում, որն է հաղթում այս պայքարում։ Անի հիշում ես այն ժամանակները, երբ գործատուները նույնիսկ բարև չէին ուզում տալ աշխատող ընդունվողներին, որոնք չունեին դիպլոմ եւ չունեին բարձրագույն կրթություն։ Հիմա կարծես թե այդ ամենը մնացել է անցյալում եւ երբ որ ուսումնասիրում ես տարբեր մարդկանց CV-ները, տեսնում ես, որ կրթության բաժնում հիմնականում իրենք նշում են, թե ինչ վերապատրաստումներ են անցել եւ ինչ դասընթացներ են անցել։ Ողջույն։ Արման, իհարկե հիշում եմ, բայց այստեղ ես պետք է անպայման շեշտեմ, որ դիպլոմը իմ կարծիքով երբեք չի կարող իր տեղը զիջել, բարձրագույն կրթությունը մնում է բարձրագույն արժեք։ Եվ այստեղ ամբողջ հարցն այն է, որ երբ դու գնում ես բարձրագույն կրթություն ստանալու, դու ստանում ես հիմնական հիմնովին գիտելիքներ, քեզ սովորեցնում են ինչպես մտածել, դու ստանում ես համակարգված ու ճշգրիտ գիտելիքներ։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն վերապատրաստումներին կամ սերտիֆիկատներին, իհարկե այսօրվա արագ զարգացող աշխարհում ինքը նույնիսկ անհրաժեշտություն է, բայց այ խոսեցինք այն մասին, թե շատ մարդիկ, երբ նայում ես իրենց CV-ները, տեսնում ես տարբեր որակավորումներ եւ տարբեր դասընթացներ, որոնց մասնակցել են այս մարդիկ, ինձ մոտ միշտ հարց է առաջացել։ Շատ մարդիկ կանում CV-ները տեսնում եմ ու ինձ միշտ զարմացրել է, որ հասցրել են իրենք վերջին 1 տարվա ընթացքում մասնակցել մի քանի տարբեր դասընթացների ու երբեմն այդ դասընթացները այնքան իրարից տարբեր են, որ նույնիսկ ինձ մոտ հարց է առաջանում, լավ, այս մարդը ինչի համար է գնացել այս սերտիֆիկացումները ստանալու։ Ինձ համար մշտապես բարձրագույն կրթությունը եղել է արժեք եւ բնականաբար շատ գործատուներ այսօր իհարկե նաեւ նայում են մարդու այլ հմտություններին, նույն soft skills-ին, թե մարդը ինչպես կարող է իրեն պահել դժվար կառավարվող գործընթացների ժամանակ, բայց բնականաբար մենք պետք է հիշենք, որ կան մասնագիտություններ, որտեղ բարձրագույն կրթությունը այնուամենայնիվ կարևոր է։ Այսօր իհարկե մասնավոր սեկտորում բնականաբար էլի պետք է նշեմ, որ կարևոր են որոշակի մարդկային հմտությունները, որոնք ցավոք հայաստանյան իրականության մեջ համալսարանները դեռևս չեն կարողանում ապահովել։ Անի, տես, դու ասում ես, որ բարձրագույն կրթությունը տալիս է համակարգային գիտելիք եւ ինքը բարձրագույն արժեք է եւ դու ունես հիմնարար գիտելիքներ եւ այլն, բայց այստեղ արի հասկանանք բուն կրթվելու կրթություն ստանալու իմաստը։ Եթե ես դիցուկ գնում եմ եւ իմ երեխային արտաժամի արտադպրոցային ինչ որ պարապմունքների եմ տալիս, չգիտեմ, երաժշտական կամ այլ խմբակներ եմ տալիս, դա ամենևին էլ չի ենթադրում, որ ինքը պետք է դառնա երգիչ կամ, չգիտեմ, եթե ինչ որ սպորտային խմբակ է տալիս, դա ամենևին էլ չի ենթադրում, որ ինքը դառնալու է սպորտսմեն։ Այս պարագայում, եթե մենք խոսում ենք կոնկրետ բարձրագույն կրթության եւ մասնագիտացումների, այս նեղ մասնագիտացումների որակավորումների մասին, եթե կրթության իմաստը, այդ կրթություն ստանալու իմաստը հետագայում կյանքը կառուցելը եւ աշխատանք գտնելն է, այս պարագայում մենք պետք է դիտարկենք բարձրագույն կրթությունը որպես մասնագիտություն ստանալու, հետագայում հնարավորինս բարձր բարձրադրվելու գործիք։ Ես ուզում եմ այդ տեսակետից մենք նայենք հարցին, թե չէ, հա, ես բան չունեմ ասելու, մարդը պետք է ամբողջ կյանքում սովորել եւ նույնիսկ մեր ավագ սերունդի ներկայացուցիչները կարող են որոշել, որ օրինակ 70 տարեկանում ինքը պետք է, չգիտեմ, թիթեռների մասին ինչ որ գիտելիքներ ունենա եւ գիրք գրի օրինակի համար, բայց այստեղ իր անձի
առաջ խաղացման հարցն է, իր անձի գիտելիքներով շատանալու հարցն է, բայց բարձրագույն կրթություն եւ նեղ մասնագիտացած որակավորումների մասին, երբ որ խոսում ենք, այստեղ կոնկրետ կյանքում մարդը իր տեղը գտնելու, իր դիրքը գտնելու մասին է խոսքը, մարդը ձգտում է կրթության, լավ կրթություն է ուզում ստանալ, գլխավորապես նրա համար, որ կարողանա իր կյանքը կառուցել եւ բարձր վարձատրվող աշխատանք գտնել։ Միանշանակ դու խոսեցիր այն մասին, որ երեխաները արտադպրոցական պարապմունքների են գնում։ Ես ուզում եի հենց այստեղից խոսքը սկսել։ Տես, մենք ինչու ենք երեխաներին ուղարկում տարբեր պարապմունքների, դա կարող է լինել ռոբոտաշինություն, դաշնամուր, պարարվեստ։ Սարվում է, որպեսզի մարդը բազմակողմանի զարգանա եւ փոքր տարիքից ինքը փորձի տարբեր ոլորտներում իրեն տեսնել, որպեսզի հետագայում ավելի արագ կողմնորոշվի մասնագիտություն ընտրելու հարցում։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, բնականաբար մեզնից յուրաքանչյուրս մեր կյանքի որևիցե մի էտապում ուզում ենք նոր ինչ-որ երևույթ սովորել կամ ուսումնասիրել ինչ-որ նոր առարկա, որը մենք օրինակ 5 տարի առաջ հնարավորություն չենք ունեցել ժամանակի սղության կամ այդ ժամանակ տվյալ ոլորտը մեզ չի հետաքրքրել։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության, բնականաբար մենք ստանում ենք բարձրագույն կրթություն մեր կյանքը ճիշտ կազմակերպելու համար, մեր տեղը աշխատաշուկայում գտնելու համար ու ես կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը հիմնականում բնականաբար մեզ տալիս է հենց այդ հնարավորությունը։ Ես կդժվարանամ հիմա ասել, որ կա որևիցե մի սուպեր կուրս կամ տրեյնինգային ինչ-որ ծրագիր, որը 3 ամսում մեզ կպատրաստի կոնկրետ ինչ-որ մասնագիտության։ Ընտրել մասնագիտություն եւ 4 տարի սովորել, հետագայում գնալ 2 տարի մագիստրատուրա, բնականաբար ինքը արդեն արժեք է ստեղծում իրենից եւ եթե լուրջ կազմակերպություն ես կամ պետական սեկտոր, բնականաբար դու ավելի, այսպես ասենք, ավելի շուտ կնայես գործի ընդունել այն մարդուն, ով համապատասխանում է իր մասնագիտությամբ։ Այստեղ հարցը հայաստանյան պարագայում մի փոքր այլ է, գնում է խզում եւ այդ խզումը հիմնականում գնում է պետական սեկտորում։ Ներես ես քեզ ընդհատեմ, երբ որ դու ասում ես, եթե դու լուրջ կառույց ես, ինչպես է չափվում կառույցի լրջությունը։ Ես թիցուկ գիտեմ լուրջ ֆինանսական շրջանառություն ունեցող կառույցներ, նույն IT ոլորտում, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում, թե դու բարձրագույն կրթություն ունես, չունես, բարձրագույն կրթությամբ մանկավարժ կամ մշակույթի որևէ ճյուղ ես ընտրել բարձրագույն կրթության ճյուղ որպես, հետո վերապրոֆիլավորվել ես եւ IT ոլորտ ես մտել, իրենց չի հետաքրքրում, իրենց փաստացի քո տվյալ բայի գիտելիքներն է հետաքրքրում եւ արդյոք դու բավարարում ես, որպեսզի իր այդ բացը լրացնես։ Ինչ է ասված լուրջ կառույց։ Տես, հիմնականում ինձ թվում է, որ բոլոր անգամ մասնավոր ընկերությունները, երբ մարդուն աշխատանքի ընդունում են, ամեն դեպքում իրենք ուսումնասիրում են տվյալ մարդը ինչ կրթություն ունի, արդյոք ստացել է բարձրագույն կրթություն թե ոչ, եւ ինչքանով որ ես գիտեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով բարձրագույն կրթության չեն գնացել, ապա գործատուն նախ եւ առաջ հարցնում է համոզվելու համար, իմանալու համար պատճառը ինչն է։ Բնականաբար ես չեմ ժխտում, որ այո, կան կազմակերպություններ, որտեղ տվյալ միավոր աշխատանքի համար բարձրագույն կրթությունը այնքան էլ կարևոր չի։ Բայց մենք խոսում ենք կոնկրետ, եթե խոսենք կոնկրետ մասնագիտությունների մասին, շատ մասնագիտություններ կան, որը արի համաձայնվենք, որ դու պարզապես չես կարող 3 ամիս անցնել վերապատրաստում կամ դասապրոցես ու դառնաս որակավորված մասնագետ։ Եթե օրինակ վերցնենք լրագրության առումով, այո, ես կասեմ, որ լրագրությունը իմաստ չունի 4 տարի սովորել համալսարանում լրագրող դառնալու համար։ Պրակտիկայում մենք տեսնում ենք, որ հիմնականում հայաստանյան բուհերը հենված են տեսական գիտելիքների վրա։ Իսկ լրագրությունը այն մասնագիտությունն է, որը պրակտիկան այստեղ շատ ավելի կարևոր է։ Աշխատանք տեսախցիկի հետ, աշխատանք միկրոֆոնի հետ, աշխատանք լսարանի հետ եւ այլն։ Եթե այս մասին ենք խոսում, այո, վերցնենք նույն SMM մասնագիտությունը, որը այսօր շատերը գնում են SMM սովորելու։ Եկեք հասկանանք, որ դժվար թե SMM-ը լինի այն մասնագիտությունը, որը դու 4 տարի նստես բուհում ակադեմիական լուրջ կրթություն ստանաս։
Այ խոսքը սրա մասին էր։ Եթե դու գիտես ինչ որ մասնավոր ընկերություն, որը իրեն պետք է ֆիզիկոս եւ չի հետաքրքրվում ու իրեն հետաքրքիր չի անգամ այդ մարդը ունի ֆիզիկոսի դիպլոմ թե չէ, ես օրինակ կզարմանամ։ Ես երբևէ չեմ լսել նման կազմակերպության մասին։ Դե բնականաբար այստեղ տարանջատում կա այս մասնագիտությունների նույն առողջապահական ոլորտը, քո ասած ոլորտները դժվար թե միջուկային ֆիզիկայի Ես Արման կներես լաբորատորիայում ընդհատեմ, հենց սրա համար եմ ուզում ասել, որ մարդկանց մոտ միշտ այդ թյուր կարծիքը կա։ Ես ինքս հասարակությունից շատ եմ լսում, որ ասում են, ինչի գնամ 4 տարի սովորեմ, եթե մինչև ավարտեմ, էլ պետք չի գալու։ Բայց եկեք հասկանանք, որ կան մասնագիտություններ, որոնք որ երբևիցե առաջկա գոնե 100 տարում չի կարող լինել այնպես, որ քեզ պետք չլինի 4 եւ ավել տարիներ սովորել։ Այստեղ հստակ այդ տարանջատումը մենք պետք է տանենք։ Նայ, մենք պետք է ընդհանուր այս խնդրի պատճառները հասկանանք, բնականաբար կան ծայրահեղություններ մի կողմում եւ կան ծայրահեղություններ մյուս կողմում, դիցուք մասնագիտություններ կան, որոնք ինչպես դու նշեցիր լրագրությունը իրենք իրենցից դինամիկ մասնագիտություններ են եւ այս փոփոխող աշխարհում իմաստ չունի 4 տարի սովորել այն պարագայում, երբ որ ընդունվելուց դու սովորում ես մի բան, ավարտելուց արդեն պրակտիկորեն ինքը այլևս չի օգտագործվում, բայց այնուամենայնիվ, եթե մենք խոսում ենք բարձրագույն կրթությունը որպես աշխատաշուկայում քեզ գտնելու հնարավորություն, ինչ է տալիս հիմա սովորողին ինչ է առաջարկում բարձրագույն կրթությունը, որը չի կարող տալ նեղ մասնագիտացումները։ Ուղղակի այդ կոնկրետ մասնագիտությունները, որը դու նշեցիր եւ ես հավելեցի, այդ մասնագիտությունները աշխատաշուկայի ընդամենը 10-15% են կազմում, որոնք իրոք պետք են այդ երկար տարիներ սովորելը եւ նույն բժշկական ուղղվածության պարագայում այնտեղ արձինատուրա կա եւ կրթությունը իմ զարմիկները բժշկական են ավարտել, իրենց կրթությունը տևել է 7-ից 9 տարի։ Այդ պարագայում պարզ է, բայց մնացած 80%-ը աշխատաշուկայի ինչ է տալիս բարձրագույն կրթությունը, ինչ առավելություն ունի։ Այստեղ ես մի խնդրի մասին եմ ուզում խոսել, որը իմ դիտարկմամբ կա եւ պետք է օրենսդրորեն որևէ փոփոխություն արվի։ Խոսքը պետական մարմիններում աշխատանքի ընդունվելու մասին է։ Օրինակ, եթե մենք բերում ենք մասնավոր սեկտորում նախ եւ առաջ գործատուն նայում է աշխատողի հմտությունները, արդյոք ինքը կարող է այդ միավոր ծավալ աշխատանքը կատարել, թե չէ։ Պետական համակարգում հաշվի է առնվում նախ եւ առաջ բարձրագույն այն պաշտոնները, որը ենթադրում է բարձրագույն կրթություն, նախ եւ առաջ բարձրագույն կրթության արկայությունը, հետո արդեն աշխատանքային փորձ եւ այլն հարցազրույցներ, քննական փուլ կա։ Հիմա այստեղ եթե աշխարհը գիտենք որ շարժվում է եւ բոլոր առաջատար երկրներում մասնավոր սեկտորը ավելի լավ է կառավարում, քան թե պետական եւ շատ նույնիսկ պետական մարմիններ տարբեր ծառայություններ իրենք outsource են անում, որտեվ գիտեն որ մասնավորը ավելի էժան կանի, ավելի որակյալ կանի եւ ավելի արագ կանի։ Բայց նորից կրկնեմ, պետական ինստիտուտներում գործում է դեռևս այդ բարձրագույնամանիան, թույլ տու այսպես ասեմ։ Հիմա ինչ կասես սրա հետ կապված, ինչ է տալիս բարձրագույն կրթությունը, եթե փակագծից դուրս հանենք այն մասնագիտությունները, որոնք իրոք հասկանում ենք, որ անհնար է առանց երկար սովորելու։ Ինչ է տալիս բարձրագույն կրթությունը, նույն քո ասած SMM, դες SMM-ը ընդհանուր դա կոնտենտ նկարելը չի միայն, SMM-ը իր հիմքում մարքեթինգն է, մարքեթինգն էլ սովորում են տնտեսագիտական համալսարանում, բայց հիմա ինչ ունի տնտեսագիտական համալսարանում ավարտած ուսանողը այն երիտասարդից, ինչով է առավել, որը չի ավարտել, բայց անցել է համապատասխան վերապատրաստման կուրսերը եւ կարող է տվյալ պահին միանգամից որակ տալ։
Ես այդքան էլ թույլ տուր չհամաձայնվեմ տվյալ պահին որակ տալու մասին, այդ նախ այո, դու ճիշտ ես, եթե վերցնենք SMM-ը ոչ միայն կոնտենտ նկարելն է, ապա մեր այսօրվա շուկայում ցավոք ես տեսնում եմ կոնկրետ SMM-ին է, եթե վերաբերում խոսքը, մենք տեսնում ենք միայն կոնտենտ նկարելը, բայց եթե մենք ավելի խորանանք, ելի պետք է նորից ասեմ, կազմակերպությունը, եթե ինքը մեծ կազմակերպություն է եւ ունի լուրջ միտումներ առաջ գնալու, բնականաբար ինքը կնայի թե տվյալ մարդը բացի ասենք այն ինչը որ հիմա շատ ընդունված է ամբողջ աշխարհում ու Հայաստանում նույնպես մենք տեսնում ենք որ կիսամերկ աղջիկները գովազդում են ինչ որ կազմակերպություններ կամ ապրանքներ, որը ընդհանրապես կապ չունի իրենց խոսածածի եւ իրենց արտաքին տեսքի հետ։ Բնականաբար մեծ ու լուրջ կազմակերպությունները SMM-ը այս տեսանկյունից չեն նկատում ու չեն էլ ընկալում այն մարդկանց, ովքեր 3 կամ 4 ամիս SMM են ենթադրյալ սովորել եւ հիմա դիմում են աշխատանքի։ Բնականաբար ավելի շատ ուշադրություն կդարձնեն հենց այն մարդուն, ով սովորել է տնտեսագիտություն, ով շատ կոնկրետ գիտի շուկայի միտումները, ով կարող է հաշվարկել, թե առաջիկա 5 տարիների ընթացքում տնտեսությունը որ ուղղությամբ կզարգանա կամ ինչ փոփոխություններ աշխարհաքաղաքական կլինեն, որից կախված տնտեսությունը կարող է կրիզիսների առաջ կանգնել կամ ընդհակառակը աճ զարգացնել։ Ես չեմ ուզում բոլորովին, այսպես ասեմ, թերագնահատեմ այն մարդկանց կամ կազմակերպություններին, ովքեր վերապատրաստումներ են անում, որովհետև այո, այսօրվա զարգացող աշխարհում դու պետք է պարբերաբար քո բարձրագույն կրթությունից զատ պետք է անընդհատ աշխատես ինքդ քեզ վրա, որովհետև չկա հիմա որևիցե ոլորտ, որտեղ զարգացում տեղի չի ունենում, բայց այդ զարգացումներին դու կարող ես միայն մասնակցել այն ժամանակ, երբ դու ունես բավարար գիտելիքներ, երբ դու ունես կայուն հիմք ու այդ կայուն հիմքի վրա դու ստանում ես արդեն քո վերապատրաստումները։ Այս պարագայում ես չեմ հասկանում, եթե մարդը քաղաքացին անընդհատ իր վրա պետք է աշխատի, որ պահանջված լինի ժամանակակից աշխարհում, կրթություն մատուցողները, կրթություն տրամադրողները իրենք ինչի չեն աշխատում իրենց վրա, ինչի է մեր կրթությունը, համալսարանական կրթությունը դանդաղում եւ ժամանակին համընթաց չի քայլում։ Համալսարանական կրթության դանդաղումը մի քանի ֆակտորներից է կախված եւ ամենաառաջինը Հայաստանում այն խնդիրն է, որ բյուրոկրատիան է շատ։ Այսինքն, եթե ՊՈՒՀ-ը նկատում է, որ աշխատաշուկայում կա որոշակի պահանջ այս կամ այն մասնագիտության, ինքը ուզում է փոփոխություն անել, օրինակ բաժին ավելացնել կամ եղած բաժնում լուրջ փոփոխություններ անել, որը կհամապատասխանի հետագայում աշխատաշուկային ու ուսանողը ՊՈՒՀ-ը ավարտելուց հետո չի մնա այն հարցադրման մեջ ինչի համար էր հիմա ինձ դիպլոմը պետք է, ես չեմ համապատասխանում, ՊՈՒՀ-ը ստիպված է անցնել մի քանի փուլերով, որպեսզի ստանա այդ հավաստագիրը, որպեսզի իրեն լիազոր մարմինը ասի, որ այո, քո ներկայացրած ծրագիրը լավ էր եւ կարող ես իրեն ներդնել։ Այստեղ նաև պետք է խոսենք մի փոքր այն մասին, թե ինչ շեղում է տեղ գտնում հայաստանյան աշխատաշուկայի եւ համալսարանական կրթության միջև։ Երբ կողքից նայում ես, թվում է, թե սրանք երկու տարբեր աշխարհներում են տեղ գտել։ Իսկ եթե նայենք արևմտյան երկրներին, մենք կտեսնենք, թե արևմտյան երկրներում ինչ դիրք ունի դիպլոմը եւ ինչ կարեւորություն ունի բարձրագույն կրթությունը։ Մենք կտեսնենք, որ առաջատար համալսարանները իրենք իրենցով վերածվում են լուրջ գիտական կենտրոնների, որտեղ ուսանողը դասախոսների հետ հավասար կարող է տարբեր աշխատարանների մասնակցել, որտեղ ուսանողը կարող է հենց պրակտիկայում այնինչ սովորում է կիրառել, գործել ու բոլորովին հետ չի մնում աշխարհի զարգացումներից։ Այս երկրներում, Ամերիկայում, նաև եվրոպական խոշոր համալսարաններում շատ ակտուալ է, որ 2 շաբաթվա մեջ ՊՈՒՀ-ը կարող է ներդնել մի ծրագիր, որը Հայաստանում ցավոք չենք կարող անել հենց այդ բյուրոկրատիայի շրջանակներում։ Եվ նաև արևմտյան երկրներում շատ սերտորեն իրար հետ աշխատում են մասնավոր սեկտորը եւ համալսարանները, անգամ մասնավոր ընկերությունները խոշոր ներդրումներ են անում ֆինանսական տեսքով այս համալսարաններին։ Իրենք բարբերաբար համալսարաններին տալիս են թե աշխատաշուկայում
ինչ մասնակիցների պահանջարկ կա եւ ֆինանսավորում են ամբողջ ամբիոններ, որպեսզի կարողանա համալսարանը բացել եւ կայացնել տվյալ ամբիոնը ու աշխատաշուկային տա հենց այն մասնակիցները, որոնք պետք են։ Ամենամեծ խնդիրը նաև կայանում է սրանում, որ հայաստանյան իրականության մեջ մի փոքր համալսարանական կրթությունը դանդաղում է։ Այս ամենը լսելով երիտասարդների մոտ դժվար թե ցանկությունը ավելանա դիմելու համալսարան։ Ես Անի, երբ որ դու խոսում էիր, մտովի փորձում էի հիշել, թե երբ վանից է առհասարակ կրթությունը եւ հատկապես բարձրագույն կրթությունը դարձել մասսայական եւ մի փոքր հետ նայում ենք պատմությանը, փաստացի աշխատաշուկայում, ասենք 300 տարի առաջ, 200 տարի առաջ աշխատաշուկայում, եթե ուզում ես քեզ գտնել, ընդհանրապես կարևոր չէր բարձրագույն կրթությունը, իսկ տարրական կրթությունը գրել, կարդալ, իմանալ այդպես ցանկալի էր, էլի պարտադիր չէր, ցանկալի երևույթ էր եւ հասանելի չէր կրթությունը։ Ինձ թվում է այստեղ խնդիրն այն է, որ 20-րդ դարում հատկապես կրթությունը դարձավ ինքնանպատակ եւ ինքը որպես ատրիբուտ էր դիտվում շեղվելով իր բուն նպատակից։ Պատմության մեջ միշտ էլ այդպես է, երբ որ սկզբնաղբյուրից նպատակից շեղվում ենք, այսինքն մենք սովետական միության մասին եմ խոսում, բացվեցին մի շարք համալսարաններ եւ քանի որ կար պլանային տնտեսություն, այնտեղ պլանավորում էին, թե մոտավորապես ինչ քանակի աշխատողներ են պետք աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար, բայց ինքնին այդ պլանային տնտեսությունը ինքը ի սկզբանե սխալ ռելսերի վրա էր եւ արդյունքը եղավ այն ինչ որ եղավ եւ հատկապես փլուզումից հետո աշխատաշուկան չկարողացավ բավարարել այն մասնակիցների քանակը, որ նոր մենք ունենք եւ հիշում են երևի շատերը շուկաներում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ առևտուրով էին զբաղված, մեկի մոտ լավ էր ստացվում, մեկի մոտ ոչ այնքան, բայց կրթական համակարգը չշեղվեց, նույն ջանասիրությամբ, նույն եռանդով սկսեց ավարտողներ, այսպես ասենք, թողարկել մասնակիցներ պատրաստել, այն մասնակիցները, որոնք առհասարակ պետք չէին, որովհետև տնտեսական կապեր արդեն խզվել էր, կար նոր իրականություն եւ դիցուք մեր համալսարանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ուներ բաժիններ, որոնց մասնակիցները կոնկրետ պետք էին այն հաստոցների համար, որը այլևս Հայաստանում չկար։ Խոսքը թեթև տեքստիլ արդյունաբերության մասին է, կապերը խզվել էին, Միջին Ասիայից այլևս բամբակ չէր գալիս, չկային մանվածքային ֆաբրիկաներ, ոչինչ չկար մի խոսքով, բայց կային մասնակիցներ։ Իսկ մասնակիցները օդից ապրանք չեն կարողանում պատրաստել։ Եվ դա ստիպեց, որ այդ ժամանակներից ճիշտ է, ամեն ինչ այդքան էլ գրական, ամեն ինչ այդքան էլ պաշտոնական, չգիտեմ, ամեն ինչ այդքան էլ ճիշտ ձևի չէ, բայց այդ ժամանակվանից մարդիկ վերապատրաստվում էին, որպեսզի գտնեին աշխատաշուկայում իրենց տեղը։ Դրանից հետո օր-օրի այդ տենդենսը սկսեց ավելի շատանալ եւ հիմա մենք ունենք անցյալի դառը փորձը, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն ձեռքերին դիպլոմ, բայց չեն գտնում աշխատանք, իրենք արդեն այսօր ծնողներ են եւ այն սերունդը, որ նոր պետք է նոր ստանա կրթություն, որոշում է ստանալ կրթություն, թե չստանալ կրթություն, այդ սերունդին իրենք էլ չեն կարող ճիշտ ուղղորդել։ Այսինքն մարդը, ով որ ունեցել է բարձրագույն կրթություն, բայց չունեցել աշխատանք համապատասխան այդ բարձրագույն կրթությանը, ինքը չի կարող իր երեխային ասել, թե տղա ջան կամ աղջիկ ջան, գնա համալսարան, ունեցի բարձրագույն կրթություն, որովհետև այդ նույն երեխան կդառնա իրեն եւ կասի հայրիկ կամ մայրիկ, չէ որ դու ունես բարձրագույն կրթություն, բայց դու չէիր աշխատում քո մասնագիտությամբ եւ չէիր գտնում քո երազած աշխատանքը։
Եվ այդ պարագայում բնականաբար այդ երեխան հակադարձելուց բացի նաև շատ մեծ հավանականությամբ կընտրի ժամանակակից ինչ-որ մասնագիտություն, նույն IT ոլորտում կընտրի մասնագիտություն կամ այլ ոլորտներում, որը իրենից կպահանջի ավելի քիչ ժամանակ, բայց կստանա վերջնարդյունքում աշխատանք, որը պահանջված է աշխատաշուկայում եւ աշխատավարձ, որով կկարողանա ինքը իր ծախսերը հոգալ, իր ապագան կառուցել։ Այստեղ ես մեկ այլ վտանգ եմ տեսնում, օրինակ ըստ քեզ հնարավոր է մոտ ապագայում մենք ունենանք 6 ամսյա դասընթացներով որևէ որակավորում ստացած բժիշկներ, իրավաբաններ կամ նույն մանկավարժներ, թե այնուամենայնիվ այդ ավանդական դիսցիպլինները անքակտելի են եւ գոնե թե իրենց այս փոփոխությունները չեն անդրադառնա իրենց։ Ես ինքս չեմ մտածում, որ առաջիկա 20 եւ ավել տարիներին հնարավոր է, որ բժշկությունը կամ իրավագիտությունը դառնա այնպիսի մասնագիտություն, որ անգամ արհեստական բանականության զարգացման պարագայում դու 6 ամիս կամ 3 ամիս գնաս սովորես ու դառնաս բժիշկ, իրավաբան կամ մանկավարժ։ Սակայն հիմա սոցիալական ցանցերում տեղի ունեցողը մի փոքր վախեցնող է, որովհետեւ դու շատ հաճախ բացում ես Facebook եւ տեսնում ես բժիշկ կոսմետոլոգ Էսինչյանը ու թերթելով իր էջը տեսնում ես մարդիկ այնտեղ գնում են, բայց ոչինչի մասին է։ Այս երևույթն է շատ տարածված, որ մարդիկ 6 կամ 7 ամիս սովորում են ու իրենց արդեն կոչում են բժիշկներ, կոսմետոլոգներ կամ նույն մարզասրաններ մարդիկ հաճախում են, բայց շատ հաճախ վնասվածքներով են այնտեղից դուրս գալիս, որովհետեւ ցավոք այդ բարձր որակավորումները չկան։ Իդեպ նաև պետք է նշեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը բոլորս վերջերս խոսեց, որ պետք է ֆիթնես ծառայություն մատուցող ընկերությունները որակավորված մասնագետներ տան, ինչը արդեն խոսում է այն մասին, որ մենք նաև անդրադառնում ենք այդ արագ միկրովորակավորումներին, որովհետև ես լիովին համաձայն եմ, որ այո, կան մասնագիտություններ, որտեղ բարձրագույն կրթությունը պետք չի, բայց լավ որակավորումը պետք է։ Պետք է նշեմ նաև այն մասին, թե որտեղ է հարկավոր անցնել վերապատրաստումներ կամ արդյոք բոլոր այն սեմինարները ու տրեյնինգները, որոնք դուք տեսնում եք, արժե գնալ ու մասնակցել, առանց իմանալու ով է կազմակերպիչը, ինչ մեթոդաբանությամբ են առաջ շարժվում, վերջում ձեզ ինչ սերտիֆիկատ կտան։ Եվ կուզեի խոսել երիտասարդների մասնագիտություն ընտրելու կամ համալսարան ընդունվելու մասին։ Արման, ես վերջին մի քանի տարիներին, արդեն 4-5 տարի նկատում եմ այն միտումը, որ այսօր երիտասարդները բավականաչափ կողմնորոշված են, թե ինչ մասնագիտություն են իրենք ուզում, եւ նաեւ կողմնորոշում են, թե ուր են ուզում գնալ շարունակել իրենց բարձրագույն կրթությունը։ Մի փոքր ինձ համար ցավով, բայց չեմ կարող չնշել այն հանգամանքը, որ Հայաստանից շատ շրջանավարտներ այսօր դիմում են Եվրոպայի եւ Ամերիկայի տարբեր բուհեր, այսինքն բարձրագույն կրթությունը ստանում են այնտեղ ու մենք դեռևս չգիտենք իրենք հետագայում հետ կգան Հայաստան աշխատելու, թե ոչ։ Ես այստեղ մի եզրահանգման եկա, փաստացի Հայաստանում նույնիսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այնուամենայնիվ բարձրագույն կրթությունը կարևոր է եւ ինքը նշանակալի է, նույնիսկ այդ բարձրագույն կրթության առկայությունը դեռևս երաշխիք չէ, որ դու աշխատաշուկայում կգտնես քո տեղը եւ այնուամենայնիվ վերապատրաստումները, տրեյնինգները իրենք կարևոր են եւ ինչու՞ չէ նաեւ անհրաժեշտ։ Այսինքն եթե աշխատաշուկայում դու ուզում ես քո տեղը գտնել, քո լավ տեղը գտնել, դու պետք է այդ ամենը ունենաս քո кейսում եւ մի դեպք էլ հիշեցի 2025 թվականի ավարտին, երբ որ համացանցը թնդում էր պարգևավճարների հետ կապված, կառավարությունը տարեկան պարգևավճարներ էր սահմանել պետական կառավարման սեկտորի համենայն դեպս բարձրաստիճան պաշտոնյաների համար, ես միջին եւ ցածր օղակի չգիտեմ, բայց բարձրաստիճանների մասով շատ կար տեղեկատվություն։ Մի հետաքրքիր ինֆո կար, որը ինձ թվում է շատերի աչքից վրիպել էր։
Դժվար եմ հիմա ասել ինչ տոկոսի մասին է խոսքը, բայց այդ պարգևավճարի մեջ ինչ որ մասնաբաժին պետք է այդ պաշտոնյան ուղղեր ինքը իր կրթական որակները բարելավելու եւ պետք է ուղղեր կրթությանը։ Այսինքն այդ գումարը օրինական պետք է ինչ-որ միտեղ մուտք լիներ, ինչ-որ դասընթացի, ինչ-որ տրեյնինգի կամ երկրորդ մասնագիտություն ստանալու, այսինքն ամենաբարձր մակարդակում Հայաստանում խրախուսվում է ցկյանս կրթությունը, այսինքն անընդհատ պետք է կրթվել, բայց այս պարագայում նույնիսկ այս դաշտում ըստ իս բուական կրթությունը զիջում է որակավորումներին եւ տարբեր տրեյնինգներին, որտեղ նույն բուական կրթությունը եթե վերցնում ենք 4 տարի, մագիստրատուրայում 2 տարի, այդ նույն 2 տարվա ընթացքում ես օրինակ ունեմ բակալավրի որակավորում եւ 2 տարի հիմա չեմ պլանավորում մագիստրատուրա գնալ, դրա փոխարեն 4 որակավորման կուրսեր կանցնեմ եւ ավելի շատ բան կունենամ ձեռքի վրա, գործիքակազմը ավելի մեծ կլինի, քան թե կոնկրետ մի ուղղությամբ մագիստրատուրա գնամ։ Նաեւ այստեղ մեկ այլ հարց է կա, Հայաստանում մագիստրատուրայի հետ հատկապես ինքը նորից ըստ իս ավելի շատ ձևի մասին է, քան բովանդակության, քանի որ իրար հետ կապ չունեցող երկու մասնագիտություններով դու կարող ես շարժվել, բայց հիմքը լինի այդ առաջին մասնագիտությունը, դիցուք դու ավարտել ես մանկավարժական ուղղվածությամբ, ինչ որ առարկա ես ուսուցանել, ունես բակալավրի որակավորում, եւ մագիստրատուրան կարող է ընդհանրապես այլ ուղղությամբ լինի, բայց առանց այդ բակալավրիատի մագիստրատուրայը էլ չկարողանաս ընդունել, այսինքն բուական համակարգը ինքնին շատ խոցելի է, ինքը համ ներսից է խոցելի, համ դրսից է խոցելի եւ այնուամենայնիվ այս պայքարում ես կլինեմ սերտիֆիկատի կողմը եւ ըստ ինձ հիմա Հայաստանում աշխատանք գտնելու ոչ բոլոր դեպքերում բնականաբար աշխատանք գտնելու համար նախ եւ առաջ պետք է փոքր վերապատրաստումներ, ինչ որ որակավորումներ ստանաս, հետո ըստ հնարավորության կամ ըստ ժամանակի, որովհետև շատ մեծ խնդիր է նաև ժամանակը, բայց ինչքան տեղյակ եմ երեկոյան կուրսեր մարդիկ կարող են աշխատանքից հետո սովորել, եթե այսպես միտքս ավարտելով, նայեք, եթե մենք ունենք 15 տարի առաջ իրականություն, որ դու հիմնական ստանում ես կրթություն ու պետք է աշխատանք գտներ, իսկ որակավորումները ի հավելումս էին գալիս, հիմա ըստ իս պետք է շարժվես ըստ աշխատաշուկայի պահանջի, ունենաս այդ սերտիֆիկատները, սկսես աշխատել եւ ի հավելումս արդեն բարձրագույն կրթություն ունենաս, որովհետեւ այն միտքը, որ բարձրագույն կրթությունը ինքը բարձրագույն արժեք է, ես ինքս դրա դեմ ոչինչ չունեմ, բայց ինքը ակտուալ չէ, որ հիմա դու սովորես, դու ինքը շեշտեցիր, որ մարդը ընդունվում է մի իրավիճակում, ավարտում է, ինքը 4 տարի կամ 5 տարի սովորել է, բայց արդեն իր սովորածը այդքան էլ պահանջված չէ տվյալ բանին։ Իմ տեսակետը այս է, քո տեսակետը։ Իմ տեսակետն այն է, որ ինչպես նշեցիր 25 թվականի վերջից սկսած կառավարության պարգևավճարների հետ կապված, որ մասամբ պետք է ուղղվեր ինքնազարգացման, ինքնակրթության վրա, մենք այստեղ շատ կարևոր փաստ պետք է արձանագրեմ, որ մեր կառավարությունը, նաև ԿԳՄՍ նախարարությունը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում բուհական կրթությունը բավականաչափ հետ է մնում ու նաև որակյալ մասնագետներ են անընդհատ անհրաժեշտ, որպեսզի պետական սեկտորը լավ կառավարվի ու կարծում եմ սա շատ լավ միտում էր, բայց սրան զուգահեռ նաև գիտեմ, որ բարձրագույն կրթության հետ կապված մենք կարգավորումներ եւ փոփոխություններ պետք է ունենանք, սա վառ փաստում է նաև ակադեմիական քաղաքի կառուցումը, որը հուսանք շուտով կլինի ու այդ իրականությունը մենք կտեսնենք։ Բնականաբար Արման, բոլորս հասկանում ենք, որ բարձրագույն կրթությունը արժեք է եւ
Բնականաբար հասկանում ենք նաև մի շարք խնդիրներ կապված բակալավրիատի հետ, կապված մագիստրատուրայի հետ ու ցավոք այստեղ մի կարևոր խնդիր էլ կա։ Մենք դեռևս մնացել ենք խորհրդային ժամանակաշրջանի մտածելակերպով ու շատ ժամանակ, երբ դու գնում ես աշխատանքի ընդունվելու, հատկապես հենց պետական հատվածում, քեզնից պահանջվում է դիպլոմ, քեզնից պահանջվում է որոշակի որակավորումներ եւ այսօր Հայաստանում ցավոք շատ մարդիկ գնում են մագիստրատուրա սովորելու եւ իրենք են ասում, որ մենք եկել ենք պարզապես թղթի համար։ Այսինքն այստեղ իրականում այդ խզվածությունը շատ կա, ինչի համար ենք մենք սովորում։ Եվ իսինքս 2023 թվականին ավարտեցի մագիստրատուրան եւ փոխեցի նաեւ մասնագիտությունս։ Ընտրեցի կրթության կազմակերպում, բայց տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր խզում, որը մենք ամբողջ 2 տարիների ընթացքում սովորելու փորձում ենք դասախոսների հետ հասկանալ, թե մենք ինչ ենք սովորում եւ ինչի համար ենք սովորում։ Կոնկրետ կրթության կազմակերպում, կրթության կառավարում այս բաժինները բավականաչափ նոր են Հայաստանում, իրենք ունեն 10 կամ մաքսիմում 15 տարվա պատմություն, բայց ինչ է տեղի ունենում։ Դու սովորում ես մի բաժին, որը ավարտելուց հետո հարց է առաջանում, բայց դու ինչ պետք է աշխատես, որովհետև երբ որ մենք հարցրեցինք, արդյոք մենք կարող ենք դառնալ դպրոցի տնօրեն, պատասխանը շատ պարզ էր, դասախոսը ասաց ոչ, եթե դու չունես 5 եւ 7 տարի մանկավարժական աշխատանքային ստաժ, ապա դու չես կարող դիմել եւ դառնալ դպրոցի տնօրեն։ Այստեղից շատ կարևոր մի հարց առաջ եկավ։ Այդ ժամանակ մենք նույնիսկ նամակ գրեցինք ԿԳՄՍ նախարարին, պարզելու համար, թե ինչի է ներդրվել այս բաժինը գործարկվել, եթե մենք պրակտիկայում չունենալով մանկավարժական ստաժ չենք կարողանալու դառնալ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն։ Եվ եթե նայում ենք այն մարդը, ով 7 կամ 8 տարի աշխատում է դպրոցում որպես մանկավարժ, ինքը կարող է դիմել եւ դառնալ դպրոցի տնօրեն։ Բայց ինքն էլ չունի պրակտիկ այն կառավարման ոլորտի հետ կապված պատկերացումները կամ հստակ գիտելիքները եւ շատ ժամանակ դպրոցի տնօրենները պարզ փաստաթղթաշրջանառությանը չեն տիրապետում, ինչը ինքնին մի շարք խնդիրների է հանգեցնում։ Այստեղ ավելի շատ հենց խզումն է գալիս աշխատաշուկայի, ներկայիս կյանքի եւ բուհական կրթության մասին։ Մենք այստեղից պետք է սկսենք ու վերանայումներ պետք է անենք, շատ մասնագիտացումներ միգուցե հնացած են բուհերի համար եւ ուսումնասիրելով պետք է հասկանանք հայաստանյան շուկային այսօր ինչ մասնագիտություններ են պետք։ Անի, իսկ այդ նամակի պատասխանը կար թե չէ, ինտրիգը հենց դրա մեջ է, այդ նամակը ուղարկել եք, բայց ինչ պատասխան եք ստացել։ Դրա մեջ էր, բայց այսպես ասենք, նամակի հետևից գնալու այդ ժամանակահատվածն էլ չեղավ, որովհետև սկսվեցին մագիստրոսական թեզերի վրա աշխատանք ու այստեղ եւս մեկ ուրիշ խնդրի մենք բախվեցինք, երբ որ պետք է ընտրեինք, թե ինչ ենք պաշտպանում, մեզ ներկայացվեց մի ցուցակ, որը բաղկացած էր մոտ 15 կամ 16 կետից, թե որպես կրթության կազմակերպում բաժին սովորող ուսանող դու մագիստրոսական թեզը ինչ գծով պետք է տաներ, երբ ես վերցրեցի այդ ցանկը նայում եմ, գրեթե կոնկրետ ինձ հետաքրքրող ոլորտ չտեսա եւ երբ ես ասացի, որ ուզում եմ մեդիա գրագիտության հետ կապված մագիստրոսական թեզ գրել, ինձ պատասխանեցին, որ մենք երբևէ առաջ չենք ունեցել նման պահանջ եւ ինձ խնդրեցին ընտրել հենց այդ ցուցակից։ Բնականաբար ես ընդդիմացա ու վերջում պաշտպանեցի հենց այն, ինչը ինձ ավելի հոգեհարազատ էր եւ նաեւ այդտեղ արդիականություն էր դրված։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք իրականում բուհերում այդ խնդիրը շատ ունենք։ Մենք վախենում ենք նորարարություններից, մենք վախենում ենք շարժվել այն ուղղությամբ, որը այսօր անհրաժեշտ է նաև ուսանողի պահանջն է։ Սրանից է պետք փոփոխություններն անել, որովհետև ինքնին, երբ որ մենք նայում ենք ու դնել այն հարթության վրա դիպլոմ, թե սերտիֆիկացում, ինձ թվում է, որ Արման, մենք ոչ թե պետք է հենց խոսենք ընդհանրական, այլ պետք է խոսենք այն մասին, թե որ մասնագիտություններն են ի վերջո պետք, որպեսզի անպայման լինեն դու ստանաս դիպլոմ, եւ որ մասնագիտություններն են, որ միայն սերտիֆիկատը բավարար է։ Ընդհանրական թերևս չենք կարող խոսել։
Ես համաձայն եմ քո հետ, դիպլոմը պետք է եւ դիպլոմը կյանքի բոլոր դրվագներում կարող է քեզ պետք գալ, նույն սառնարանի հետ կապված, երբ որ սառնարանը մի ոտքը բարձր է, մյուսը ցածր է, կամ ընտանեկան ալբոմի կողքը նույնպես շատ ակտուալ է դիպլոմը, նաև ժողովրդական խոսույթ կար, ուզում եմ անպայման դա հիշենք ոդկասթի շրջանակներում, ցավոք սրտի այդ խոսույթը պայծառատեսական բնույթ կրեց եւ հիմա ինձ թվում է ինքը առավել քան ակտուալ է։ Մեր ժամանակ ասում էին, որ եթե աղջիկը ուզում է հաջող ամուսնանա, իր օժիտի մեջ պետք է այդ դիպլոմը լինի եւ ցավոք սրտի հիմա եկել ենք այդ կետին, որ շատերի համար դիպլոմը ընդամենը ատրիբուտ է, ինքը ձևի պարագա է, բայց ոչ մի դեպքում հարցի լուծում չէ։ Արման, այդ ժամանակները ես հիշում եմ ու շատ երկար տարիներ դա կատակով բոլորը ասում էին, բայց այդտեղ խնդիրը այլ էր։ Հիմա մենք մի փոքր դիպլոմի հետ կապված մեր խնդիրը այն է, որ աշխատաշուկայի ու աշխարհի զարգացման միտումներին չենք հասնում, իսկ այն ժամանակ, երբ մենք փոքր էինք, խոսույթը կայանում էր զուտ նրանում, որ այդ ժամանակահատվածում դիպլոմը, բարձրագույն կրթությունը եղել է բիզնես ընդամենը ու չմոռանանք այն մասին, որ հետխորհրդային ժամանակահատվածում էինք մենք ապրում, որտեղ խորհրդային ժամանակներից ի վեր մեր մեծերը միշտ ասում էին, որ դիպլոմը բարձրագույն արժեք է, բայց խորհրդային միության փլուզումից հետո ցավոք ինքը դարձավ առուծախի առիթ, այսպես ասած, եւ հիշենք շատ քաղաքական գործիչներ, շատ պաշտոնյաներ, երբ հեռուստատեսությամբ ելույթ էին ունենում, մենք նկատում էինք, որ իրենք խոսում են դատարգաբանության մասին։ Եվ անգամ ցավոք, բայց հայերեն երկու նախադասություն իրար կապել չէին կարող, բայց իրենք դոցենտներ էին, իրենք պրոֆեսորներ էին, իհարկե խոսել անգամ իրենց ոլորտից չէին կարող։ Եվ սա շատ լավ հрамծվեց հասարակությանը, որ դիպլոմը կարևոր է, լավ կլինի, այդ տնտեսությունը կզարգանա եւ հենց այդ ամեն ինչի ֆոնի վրա բոլորը սկսեցին գնալ դիպլոմի հետևից։ Անկամ չմոռանանք, որ այն ցուրտ ու մութ տարիներին, երբ ուսանողը քննություն էր հանձնում ընդունվելու համար, մեր շրջապատում շատերը եղել են ու մենք շատերին ենք ճանաչում, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չգիտեին, գիտելիքի չէին տիրապետում, բայց 18, 19 եւ 20 բալերը հստակ թվաքանակի դիմաց էին դրված։ Հենց այս մարդիկ ընդունվում էին, ավարտում էին ու ամբողջ ընթացքում էլի նույն գումարի դիմաց իրենք գնահատական էին ստանում, գումարի դիմաց իրենք ստացան դիպլոմներ եւ հետո երբ շուկան այդպես էլ չվերականգնվեց, տնտեսությունը այդպես էլ չվերականգնվեց Հայաստանում, իրենք բնականաբար սկսեցին այդ խոսույթը առաջ տանել, որ դիպլոմը լավ է օժիտ տանելու համար, դիպլոմը ծառայում է սառնարանի ոտքի տակ դնելու համար եւ այլն։ Բայց նաեւ ցավոք պետք է նշեմ, որ այդ ավարտած մարդկանց մեջ եղան շատերը, ովքեր հետագայում տարածված այդպիսի թվեր կային, չէ, 3000 եւ 5000 դոլարի շրջանակներում նաեւ ընդունվեցին դպրոցներ, դարձան ուսուցիչներ ու նաեւ այս խնդիրը կրթության ոլորտի մի շարք պատմությունների ու խնդիրների հետ կապված հենց սա էր։ Թե մեր վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը բարձրագույն կրթությանը եւ առհասարակ կրթությանը ինչպիսին է եղել Հայաստանում 90-ական թվականներից մինչեւ 2017-18 թվականները։ Քո ասածը եւս մեկ անգամ կարիս է փաստելու, որ սերտիֆիկացումը հաղթում է դիպլոմին, քանի որ իմաստ չունի գումարով սերտիֆիկատ գնել, այնուամենայնիվ գործատուն պետք է քո որակները նայի, հմտությունները նայի, սերտիֆիկատը ուղղակի ինքն իրենից ընդամենը թղթի կտոր է։ Այնպես որ եթե դիտարկում ենք աշխատանք գտնելու եւ աշխատաշուկայում քո տեղը գտնելու համար միանշանակ սերտիֆիկատ, եթե որպես բարձրագույն արժեք հնարավորության դեպքում ինչու՞ չէ նաեւ բարձրագույն կրթություն։ Կրթությունն այսօր ոդքասթների եթերում, սիրելի հետևորդներ, մնացեք մեզ հետ եւ մեկնաբանություններում գրեք, ձեզ ինչն է օգնել աշխատանքի ընդունվել՝ դիպլոմը թե սերտիֆիկատը։